Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անընդունել է համարում ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Անկարան թիկունքից դավաճանական հարված է հասցրել եւ միտումնավոր փակուղի է տանում ռուս-թուրքական հարաբերությունները։ Այդ մեղադրանքները Պուտինը հնչեցրել է Մոսկվայում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդի հետ 3 հանդիպելուց հետո։ Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած այդ միջադեպի հետևանքով ռուսաստանցի օդաչուն սպանվել է, զոհվել է նաև անձնակազմին օգնության նետված ռուսական դեսանտի նավաստիներից մեկը։ Պուտինը երեկ ասել է, որ Անկարայից պաշտոնական ներողություն եւ փոխհատուցման առաջարկ է սպասում։ Ռուսական կողմը պնդում է, որ Սու-24-ը միջադեպի պահին գտնվել է Սիրիայի օդային տարածքում եւ որևէ կերպ չի սպառնացել Թուրքիային։ Պուտինի խոսքերով կան օդանավերը պաշտպանելու տեխնիկական բազմաթիվ միջոցներ, այդ թվում ջերմային հրթիռներ, սակայն ռուսները դրանք չեն կիրառել, ենթադրելով, որ Թուրքիան բարեկամական երկիր է։ Мы этого ничего не делали, повторяю еще раз, потому что считали Турцию дружественным государством. Մենք պարզապես չենք մտածել նման վտանգի մասին, այդ պատճառով ենք հարվածը դավաճանական համարում, ասել է Պուտինը։ Երեկ Էրդողանը ասել է, թե ներողություն պետք է խնդրի սահմանախախտ կողմը։ Նրա խոսքերով թուրք զինվորականները ընդհանրապես իրենց պարտավորություններն են կատարել։ Պատասխանելով France 24 հեռուստակայանի հարցերին, Էրդողանն ասել է, որ միջադեպից հետո փորձել է հեռախոսով զրուցել Պուտինի հետ, սակայն վերջինս չի արձագանքել։ Telefonla aradım. Dışişleri Bakanımız aynı şekilde aradı. Ներողության հարց արծարծելուց առաջ պետք է քննարկել, հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես դա անել։ Եթե Պուտինը չի պատասխանում իմ զանգին, ասել է Էրդողանը։ Նա ակնարկել է նաև, թե թուրքական կողմը այլ կերպ կգործեր, եթե իմանար, որ օդանավը ռուսական է։ Պուտինի երեկվա խիստ մեկնաբանություններից խոցված Էրդողանը կոշտ է խոսել։ Ռուսաստանին կոչ է անում չխաղալ կրակի հետ, ասել է Էրդողանը։ Ֆրանսուଆ Օլանդը երեկ Մոսկվայում ասել է, որ հարկ է ամեն ինչ անել նման միջադեպերից խուսափելու համար։ Մեր բոլորիս նպատակը պետք է լինի պայքարը իսլամական պետություն կառույցի դեմ եւ ահաբեկիչներին չեզոքացնելը, ասել է Օլանդը։ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ղեկավարները երեկ անդրադարձել են նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի խնդրին։ Պուտինն ընդգծել է, որ այդ հարցը պետք է լուծի Սիրիայի ժողովուրդը եւ ասել, որ Ասադը եւ նրա բանակը ահաբեկչության դեմ պայքարում բնական դաշնակիցներ են։ Օլանդն իր հերթին կրկնել է, թե ըստ Ֆրանսիայի դիրքորոշման ակնհայտ է, որ Ասադը Սիրիայի ապագայում տեղ չունի։ Zone et dans cette période